Անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Հայաստանի Հանրապետական կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետու զեկույցի համար ձայնը տրվում է ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռուսլան Բաղդասարյանին։ Խնդրեմ, պարոն Բաղդասարյան։ Մեծարգո նախագահ, հարգելի կուսակից ընկերներ, Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում վերստուգիչ հանձնաժողովի գործառույթների շրջանակում հետևել է ֆինանսատնտեսական գործունեությանը, շրջանային և սկզբնական կազմակերպությունների հետ մշտապես կապի լինելու միջոցով վերահսկել է դրանց աշխատանքը, ինչպես նաև հետևել է նախորդ համագումարի ընթացքում կուսակցության որդեգրած քաղաքականությանն ուղղված քայլերին։ Ամեն տարի սահմանված կարգով կուսակցության ֆինանսական գործունեությունը ենթարկվել է աուդիտի, որի եզրակացությունն ու կուսակցության տարեկան հաշվետվությունը հրապարակվել է ազդարար ԱՄ կայքում, ինչպես նաև սահմանված կարգով կատարվել է գույքագրում։ Հարկ եմ համարում նշել, որ այս համագումարի ընթացքում բարձրացված հարցերը ևս պետք է ընդգրկված լինեն վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքային ծրագրում։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք շատ հակիրճ ներկայացնել կուսակցության ֆինանսական գործունեությանը վերաբերող մի քանի տվյալներ։ 22 թվականի դրությամբ մնացորդը եղել է 6 միլիոն 300 հազար դրամ։ Նախորդ ժամանակահատվածում մուտք է եղել 830 միլիոն դրամ, որից հիմնական մասը 800 միլիոն, անդամավճարներից իսկ 25 միլիոնը նվիրատվություններից, ծախսերը եղել են 828 միլիոն, համագումարի մասնակիցներին չծանրաբեռնելու համար միայն ասեմ, որ հիմնական ծախսերն ուղղված են եղել աշխատավարձների, կոմունալ ծախսերի, գույքերի, պահպանմանը և հարկերին։ Մնացած ծախսերի ավելի մանրամասն բացվածքը ներկայացված են այս հաշվետվությանը կից։ Հաշվետու ժամանակաշրջանում վերստուգիչ հանձնաժողովի կողմից կատարված ստուգումների արդյունքները վկայում են, որ կուսակցության ֆինանսատնտեսական գործունեության մեջ խախտումներ չեն արձանագրվել։ Առաջարկում եմ հաստատել հաշվետվությունը։